Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման հանցագործությունների նախականխման, կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ծառայությունների խնդիրներն էին։ Պարապմունքին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պատասխանատուները։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադարձավ ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներին, առկա բացթողումներին ու թերացումներին և տվեց կոնկրետ հանձնարարականներ։ Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Արամ Զաքարյանը և հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասիկ Կիրակոսյանը։ Պարապմունքի ընթացքում մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, քննարկվեցին կոնկրետ դեպքեր, ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ են տեղափոխել 42 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մեկի խլացուցիչը վերասարքավորված է եղել աղմուկով երթևեկելու համար, 22 մեքենայի վարորդ եղել են ոչ ստապ վիճակում, 19 առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար։ Համաձայն տրանսպորտային միջոցները ոչ թավ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման գրաֆիկի մարզերում սեպտեմբերի 7-ից 13-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց, որից 62-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում, իսկ 8 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ԱՊԱ պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Սեպտեմբերի 15-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Skype ծառայությանը նամակով դիմաց քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ կորած նույնականացման քարտի փոխարեն նորը ստանալու կարգին։ Պարզաբանվեց գործող կարգը։ Հայաստանում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ 1994 թվականին ընտանիքով մեկնել է Եվրոպա։ 2012 թվականին նրանց արտաքսել են Հայաստանի Հանրապետություն։ Ներկայումս չունեն անձահավաստող որևէ փաստաթուղթ և այլ երկրի քաղաքացիություն։ Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կարգին։ Պարզաբանվեց գործող կարգը, համաձայն որի վերջինիս դիմումը նախ և առաջ պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու շրջանակներում, քանի որ նա հանդիսացել է նախկին ԽՍՀՄ քաղաքացի։ Միաժամանակ պատրաստակամություն հայտնվեց նրա կողմից տարածքային անձնագրային ծառայություն դիմում ներկայացնելուց հետո համապատասխան հարցումներ կատարել հիմք հանդիսացող փաստաթղթային տվյալներ ստանալու համար։ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ մայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալիս նոտարական կարգով հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Վերջինս ցանկանում էր հավաստիանալ մայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ։ Նրան պարզաբանվեց Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջը, համաձայն որի այլ երկրի քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ոչ թե նոտարական կարգով, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև presspolice.am, դիմում police.am էլեկտրոնային հասցեներին։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Գայանե Արուստամյանը, որը սեպտեմբերի 9-ին ժամը 5-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Գայանե Արուստամյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Էրեբունու բաժին կամ զանգահարել 450202 098 28 28 20 հեռախոսահամարներով։
Ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական կրթությամբ մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Տարիքի սահմանափակումը չի վերաբերում նախկինում ուժային կառույցներում ծառայության անցած անձանց։ Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է, արական սեռի համար բանակում ծառայությունը պարտադիր։ Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին աուդիտի վարչություն ժամը 9-ից 18 կամ զանգահարել 54 69 21 հեռախոսահամարով։